2012 թվականին դուք չվերցրեցիք մանդատը եւ կարելի է ասել սենց որ ձեր եւ Լևոն Տեր-Պետրոսյանի ճանապարհները բաժանվեցին։ Ինչը եղավ որոշման պատճառը եւ մի քիչ նկարագրեք այդ շրջանում ինչ հակասություններ կամ հակադրություններ եթե կային։ Իմ համար միշտ Լևոն Տեր-Պետրոսյանը ընկալվել է որպես ժողովրդավարության ու արևմտքի կողմնակից մարդ, բայց երբ որ ես նկատեցի, ես մտածում էի, որ այն տեսակետները դեպի Ռուսաստան, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է, այդ արևմուտքի հետ համաձայնացված է, կարելի ասել, որ Ռուսաստանը չակազդի։ Ասենք դավադրապաշտական այդտենց կամ ցանկալի ենթադրություն, որը փորձում է իրականության տեղ ներկայացնել, իմ համար պարզ դարձավ չէ, որ ես ինքնախապայությամբ եմ զբաղվում, այդպես չի, Լևոն Տեր-Պետրոսյանը համոզված ռուսական համատեքստում։ Եվ երկրորդ, երբ որ արդեն ինքն ասաց, որ բուրժուա դեմոկրատական հեղափոխություն պիտի արվի Գագիկ Ծառուկյանի հետ, ու Գագիկ Ծառուկյանին բուրժուա անվանելով այդ տեղում, որ կարող է նաև ինքը առաջի համար եւ այլը, այս համատեքստում հարցերը քննարկել, Գագիկ Ծառուկյանը լինի, իսկ մտածել, որ Գագիկ Ծառուկյանը գալու է ու գնալու է Լեռնային Ղարաբաղի հարց լուծի եւ այլը, դա իմ համար գալելի ու ընդունելի չէր։ Ես ասացի, որ այդ ուղղությամբ գնալ պետք չի, որ ընդհակառակը պետք է հակադրվել իշխանություններին, նոր հանրահավաքներ անելու եւ այլնի քաղաքական կյանքը ակտիվացնելու, ինքը դեմ էր, արդեն հոգնել էր ակնհայտ այդ ակտիվությունից, ասաց քո կարծիքով, եթե քո ասածով անենք, հաջողության կհասնենք, ասացի, այդ առաջի բանն է եղել, որ ես Լևոն Տեր-Պետրոսյանին հակադրվել եմ, կյանքում ուրիշ որևէ դեպք չի եղել, որ ես հակադրվել եմ, ասացի, իմ ասածովը չգիտեմ, բայց ձեր ասածով հաստատ չի ստացվի։ Ու դրանից հետո բաժանվեցինք, դրանից հետո համարյա թե չենք հանդիպել որևէ խնդրով, բայց ես որևէ առումով իր հասցեին վատ բան չեմ ասել։ Չէ, դրանից հետո սկսեց քարոզարշավը, իհարկե դրանից հետո հանդիպել ենք։ Ու ես ասացի, որ ես ցուցակ չեմ մտնում, փորձեցին համոզել տարբեր մարդիկ, այդ թվում նաև Ստեփան Դեմիրճյանը, որ դե արի ցուցակ, ես էլ վերջացնենք տղաները, բայց այդքան ընկերություն ենք եւ այլ։ Ասացի այդ դեպքում ինձ գրեք վերջի համարը ցուցակի։ Հետո Լևոն Տեր-Պետրոսյանը ինձ կանչեց իրենց տուն, երկուսով էինք ու ասեց, որպես եղբորդ ընկեր, որպես քո ավակ ընկեր, խնդրանք ունեմ։ Ասաց, որպես ես քարոզարշավի ժամանակ ամեն անգամ հարց չտան, թե ուր Արամ Սարգսյանը, արի քեզ գրենք երրորդ համար, այդ խոսակցությունները փակվի, հետո դու մանդատը չես վերցնի ոնց։ Եթե կուզես մանդատը չես։ Ոնց դու ուզում ես։ Նայեցի, ասացի չմերժի։ Կհամաձայնեմ, ասացի ու ինքը ժպտաց ու ասաց գիտես, այս ամբողջ ցուցակում երկու մարդ կան, որ կարան մանդատից հրաժարվեն, մեկը ես եմ, մեկը դու։ Ու այդ քարոզարշավին ամբողջությամբ մասնակցեցի, հենց ավարտվեց մանդատից հրաժարվեցի ու վերջ, այո։